Իշխանափոխության մի քանի լեգալ մեխանիզմներ կան, որ նկարագրված են մեր սահմանադրության մեջ։ Փորձենք քննարկել բոլորը։ Առաջին դա հեղափոխական ճանապարհն է, անցած 5 տարիներում մի քանի անգամ այդ ճանապարհը փորձվել է, ինչպես տեսանք, հաջողություն չի ունեցել։ Հաջողություն չի ունեցել մի շարք պատճառներով։ Առաջինը շատ օբյեկտիվ պատճառ է, բնորոշա ոչ միայն Հայաստանին, հետպատերազմյան հասարակությունները որպես կանոն ֆոբիաներ են ունենում ցնցումների հանդեպ։ Ոչ թե փոփոխություններ ներսում չեն ունենում են ֆոբիաներ, որ ներսի ինչ-որ ցնցումներ կարող են հանգեցնել արտաքին ներխուժման։ Այդ վախերը ունի նաև մեր հասարակությունը։ Դա բնորոշ է եղել հետպատերազմյան Գերմանիային, հետպատերազմյան Ճապոնիային, պարտված պետությունների հասարակությունները ունենում են ֆոբիաներ։ Սա օբյեկտիվ մի կողմից օբյեկտիվ է։ Երկրորդ, ինչպես ասեցի, քաղաքական առաջնորդությունը ստանձնած ուժերը չեն ունեցել քաղաքական այլընտրանքային ծրագիր։ Շատ պարզ ասեմ, իշխանությունը ունի 2 ապրանք կամ 3 ապրանք, որը փորձում է վաճառել ժողովրդի վրա։ Առաջինը Թալանի գաղափարն է, այդ իրաց սիրած գաղափարը։ Դու պետք է կարողանաս որպես ընդդիմություն շատ փաստարկված ապացուցես, որ կոռուպցիան ու Փաշինյանն են հատկանիշներ։ Մանավանդ հոմանիշներ, կներեք։ Մանավանդ, որ դրա պարարտ հող կա։ Այդ Անիֆի պատմությունը, մի քանի այլ պատմություններ հենց դրա մասին են։ Պատահական չի, որ պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցից հետո Նիկոլ Փաշինյանը ընկավ այդ ցնցումների մեջ։ Երկրորդ ապրանքը դա շատ կարևոր բան եմ ասում, խաղաղության գաղափարն է։ Ընդդիմությունը այս հարցում թերացել է, որտեղ բոլոր փողոցային շարժումների հիմքում եղել են գրավիչ, բայց ոչ իրատեսական կարգախոսներ այս հարցում։ Շատ կարևոր է, որպեսզի հիմնավորապես ապացուցի, որ Փաշինյանը ամենևին էլ խաղաղության մունետիկ չի, ճիշտ հակառակը պատերազմի հրձիկ է։ Ես կարող եմ ժամերով հիմնավորել։ Եվ երրորդը այդ եվրոինտեգրման կեղծ թեզն է, այստեղ էլ շատ խոսուն է, որ նույնիսկ Արարատ Միրզոյանի մակարդակով խոստովանում են, որ այդ օրենքի ընդունումը բլեֆ է եղել։ Հիշում եք, Միրզոյանի հետ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա ասում էր հայտ չենք ներկայացրել, նման հարց չկա, ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա եւ այլն։ Բայց այս որպեսզի այս պայմանական ապրանքների իշխանության ձեռից մենք վերցնենք, պետք է շատ խորքային եւ փաստարկված հակաթեզեր ունենանք։ Սա մեկ, ուրեմն հեղափոխական ճանապարհը չի հաջողել, ասեցի 2 պատճառով, օբյեկտիվ այդ հետպատերազմյան ֆոբիաներ են եւ ընդդիմության անընդունակություն։ Երկրորդ ճանապարհը հիմա փորձարկվում է, դա իմպիչմենտի ճանապարհն է, արդեն կարծիքս ասեցի, ես գաղափարին կողմ լինելով դրա ռեալիզացիայի հնարավորություն գրեթե չեմ տեսնում։ Երրորդը արտահերթ ընտրությունների պահանջներ, այդ մենք բաց թողեցինք, ակնհայտորեն սրբազան շարժման ժամանակ, եթե սնակները կամ քաղաքական ակցենտները ճիշտ դրվեին, անցած տարի մենք կարող ենք ունենալ նման հնարավորություն եւ վերջապես 4-րդ ընտրություններն են։ Ես բացարձակապես այն կարծիքին չեմ, որ ընտրություններով հնարավոր չէ իշխանություն փոխել։ Միանգամայն հնարավոր է ընտրություններով իշխանություն փոխել, ավելին կհամարձակվեմ, այս դեպքում արդեն ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես պատմաբան քաղաքագետ պնդել, որ պոպուլիստական իշխանությունների համար աքիլեսյան գարշապարը հենց ընտրություններն են։ Այսինքն ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար ամենախոցելի միջավայրն են, որովհետև ընտրությունները ընդդիմությանը դրսևորվելու բացառիկ առիթ են տալիս նաև նոր ուժերի։ Նաև իշխանությունը չի կարողանում միակողմանը իր մանիպուլյացիաները շրջանառու դարձնել, օպերատիվ ռեժիմով, եթե ունես արդյունավետ ծրագիրի խոսույթ, կարող ես ուղղակի ջարդել այդ թեզերը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հայկական առաջին իրական կամ միակ հեղափոխության, որտեղ ես 2018 թվականին ամենայնիվ հեղափոխություն չեմ համարում,
իրական հայկական հեղափոխությունը տեղի ունեցել հենց ընտրությունների միջոցով, ես խոսում եմ 1988-90 թվականների շարժման մասին, փողոցում ըստ էության ձևավորեց երկիշխանություն, այսպես շատ համազգային շարժում էր, բայց հայոց համազգային շարժումը հաղթել է 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրություններում սովետական միության օրենսդրությամբ։ Այսինքն փոփոխությունները տեղի են ունեցել ընտրությունների ճանապարհով։ Սա մեկ։ Երկրորդը, ես ուզում եմ հիշեցնել Վրաստանի պատմությունը 2012-13 թվերի, երբ որ հայտնվեց մեկը Բիձինա Իվանիշվիլին, որը միավորման կոնսոլիդացիայի արդյունավետ ինստիտուցիոնալ եւ արժեքային բանաձևեր առաջարկեց եւ շատ բնավորությամբ նման Փաշինյանի իշխանությանը, Միխայիլ Սաակաշվիլի իշխանությունը չկարողացավ դիմանալ այդ բանին։ Եվ կա երրորդ օրինակը։ Մեր կուսակցությունը օրինակ թիմերին շատ ակտիվ մասնակցության փորձ ունի։ Երկու տեղ ձախողել եք, այդ թվում Գյումրիում, չնայած 3%-ը ես ձախողում, այդպես չի ամանի ամեն դեպքում, ցանկալի արդյունք չենք արձանագրել, 5 տեղերում հաղթել ենք, բայց հիմա մեր ցուցանիշների մասին, չի միտումների մասին է։ Թիմ վերջին ընտրություններում իշխանությունները գրեթե ամենուր պարտվել են։ Թիմ ընտրությունները հասկացում են նույն մոդելով, ինչ-որ խորհրդանական ընտրություններ են։ Երևանում արդեն երևաց, Երևանի հավաքական ընտրություններում, որ իշխանությունը ընտրությունների առումով շատ խոցելի է։ Եթե չլներ քաղաքական անաստակողության ակտը, Երևանում այսօր ԿՊ-ն իշխանության չէր լինի, որովհետև ժողովրդի կամ արտահայտությունները ստեղծել էին հավաքանում մի այնպիսի խճանկար, որտեղ 33-ը 32-ի դեմ էր իօգուտ ընդդիմության։ Ուզում եմ ասել, որ բացարձակապես հիմնազուրկ եմ համարում ընդդիմադիր ճամբարից հնչող այն գնահատականները, որ ընտրությունների ճանապարհով հնարավոր չի փոխել իշխանություն։ Միանգամայն հնարավոր է փոխել իշխանություն, եւ ես 2026-ին ճիշտ ասած շատ փոքր եմ համարում իշխանության վերարտադրության շանսը։ Մյուս կողմից, եթե արդյունավետ ընդդիմադիր հարթակ չստեղծեցինք, իշխանությունը կարող է վերարտադրվել։ Ինչ? Դա կնշանակի, որ Արևմտյան-Ադրբեջանի կոնցեպտը հաղթում է։ Դա կնշանակի Հայաստանի պետականության կոլապս։ Այդ կարող է շատ միակտի ձևով մենք չտեսնենք, բայց բովանդակային առումով հիմա էլ ենք մենք այդ ռեժիմում ապրում։ Պետականությունը հիմա, գիտեք, բովանդակը զրկվում է։ Այսօր սա ենք կորցնում, այսօր, բայց այս իշխանությունը նոր ընտրական ցիկլին մոտենում է Հայաստանի քաղաքական եւ քաղաքակրթական ինքնության դեմ պատերազմ հայտարարելով։ Օրինակ նայեք ցեղասպանության հարցում զարգացում են Թուրքիայի շղթողական թեզերը, որոնք անցած տարի 60-70-ականներից Թուրքիան շրջանառության մեջ է դրել։ Մայիսի խորհուրդը, մայիսին նույնպես չէ մեր քաղաքակրթական ինքնության մասը։ Մենք հասանք մի հատ ողբերգության, երբ որ Հայաստանում պետական մակարդակով խրախուսվեցին բանդերական Ուկրաինայի թեզերը նացիստական Գերմանիայի մասին։ Սա ողբերգություն է։ Մենք գիտենք, որ պայքարը տարվում անկախության հռչակագրի դեմ, ընդհանրապես այն ամեն ինչի դեմ, ինչը կապ ուներ կամ կապ ունեցել Ղարաբաղյան շարժման հետ։ Այդ բոլոր ձեռքբերումները սրբագրվում են։ Առաջիկա ընտրությունները ինչքան էլ իրենք էլեկտորալ են, ներքաղաքական են, իրենց մեջ ունեն նաև ազգային ինքնության հետ առնչվող հարցերի բաղադրիչ։ Եթե ավելի պատկերավոր ասեմ, մենք գնում ենք Հարակվեի քվեաթերթիկի վրա երկու պատասխան է՝ Հայաստանի Հանրապետություն եւ ադրբեջանական ենթապետություն կամ Արևմտյան Ադրբեջան։ Հիմա մեր հասարակությունը այս գիտակցով պիտի գնա ընտրությունների, բայց ես ելի եմ կրկնում, ես շանս տեսնում եմ, որ ընտրությունների ճանապարհով Հայաստանի Հանրապետությունն է հաղթելու։